formally recognize the Armenian genocide. Թուրքիայի հետ հարաբերությունների սրման ֆոնին Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն է տվել հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի ներկայացրած նախագծին։ להכיר ברצח העם הארמני. Երբեք ուշ չէ ճիշտ քայլանել այս սարսափելի ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ եւ որի պատմական փաստերն իսկապես անվիճելի են, ներառել է 1.5 միլիոն մարդու սպանություն եւ հին մշակութային ու պատմական ժառանգության ոչնչացում։ Իսրայելի կառավարությունից հավանություն ստանալուց հետո նախագիծը կուղարկվի Քնեսեթ։ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն եւս հայտարարել է, որ աջակցում է ցեղասպանության ճանաչման նախագծին։ Իսրայելի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը առաջին հերթին դիտվում էր որպես բարոյական պարտք Իսրայելի կողմից։ Քաղաքական ռեալիզմը միշտ հաղթող էր դուրս գալիս եւ Իսրայելի համար Ադրբեջանի հետ համագործակցությունը Թուրքիայի հետ շատ ավելի կարևոր էր, քան բարոյական պարտքը, ինչպիսին մենք ենթադրում ենք, որ պետք է լիներ։ Պարբերաբար հարցը այսպես շրջանցվում էր, իմիջիայլոց նույնիսկ Բենյամին Նեթանյահուն է այս հարցով ժամանակին այսպես փորձել դիվիդենդներ շահել եւ վերջնարդյունքում հաղթել է քաղաքական ռեալիզմը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Իսրայելի կողմից Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը որակել է քաղաքական եւ կապված Գազայում տիրող իրավիճակի հետ։ Իսրայելի կառավարությունը ձգտում է թաքցնել իր սեփական հանցագործությունները 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ քաղաքական որոշում կայացնելով։ Իսրայելի որոշումը քաղաքական բնույթ ունի եւ անտեսում է պատմական եւ իրավական փաստերը։ Թուրքիան որպես տարածաշրջանային տերություն իրեն համարում է որպես տարածաշրջանային հառնող տերություն եւ ինչ որ մի օր այս երկու տերությունները բախվելու են միմյանց եւ այստեղ հենց կարծեք թե գործելու է Թուքիդիդեսյան ծուղակը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ իրենք կշարունակեն ձգտել վերջ դնել Իսրայելի քաղաքականությանը, որը ըստ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ուղղված է տարածաշրջանի անկայունացմանը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը իր հերթին Իսրայելի կառավարությանը կոչ արել վերանայել հայոց ցեղասպանության մասին որոշումը։ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ պատմական ճշմարտության խեղաթյուրումը, բարդ պատմական գործընթացները իրավական եւ գիտական հիմքերից հեռու քաղաքական որոշման առարկա դարձնելը անընդունելի են։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ արտաքին գերատեսչությունը ըստ անհրաժեշտության հանդես կգա մեկնաբանությամբ։ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները ներառյալ արտաքին գերատեսչությունը բազմիցս հայտարարել են, որ հայոց ցեղասպանության ճանաչումն այլևս Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը չէ։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնը աշխատանքային այցով ժամանել է Երևան։ Զվարթնոց օդանավակայանում նրան դիմավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ կառավարությունում հյուրընկալել է Ուրսուլա ֆոն դեր Լայնին։ Փաշինյանը նաև գրել է, որ քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմերով եւ տեսանյութ հրապարակել հանդիպումից։ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից եւ 9-րդ գումարման խորհրդարան չի գնա։ Նա շրջել է խորհրդարանի աշխատասենյակներում հրաժեշտ տվել աշխատակազմին։ Լրագրողների ճեպազրույցում Սիմոնյանը ասել է, թե կարծում էր, թե շարունակելու է պաշտոնավարել որպես ազգային ժողովի նախագահ, միաժամանակ նեղսրտած չէ վարչության եւ կուսակցության որոշումից։ Ապագայի հետ կապված քննարկումներ դեռ չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, բայց վստահեցնում է քաղաքականության մեջ իրեն պատկերացնում է միայն ՔՊ-ի եւ Փաշինյանի հետ աշխատելու համատեքստում։ Ես ենթարկվում եմ իմ վարչության որոշմանը եւ չեմ շարունակի ազգային ժողովի նախագահի պաշտոնում, նեղվածություն որպես այդպեսին չունեմ։ Ենթադրում եմ, որ ինչ որ փուլում, ինչ որ տեղում օգտակար կլինեմ մեր երկրին, կշարունակեմ օգտակար կլինեմ մեր կուսակցությանը։ Ես վարչապետի հետ քննարկել եմ, ինչպես նաև վարչության հետ եմ խոսել, չեմ վերցնի մանդատը եւ չեմ գա ազգային ժողով, որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը ուզում եմ մի քիչ նախ եւ առաջ ուզում եմ մի քիչ հանգստանամ։ ԻՄԵԱ-ի կոդերի գրանցումը ամենևին էլ քաղաքացիներին վերահսկողության տակ պահելու միտում չունի եւ նախարարությունը աշխատում է անձնական տվյալների պաշտպանության նոր օրենսդրության մշակման շուրջ, որպեսզի կարողանան փարատել բջջային հեռախոսների գրանցման հետ կապված մտահոգությունները։ Այս մասին հայտարարել է Արդարադատության նախարար Սրփուի Գալյանը։ Նրա խոսքով դա արվում է բացառապես ապօրինի կամ մաքսանենգ ճանապարհով հեռախոսների մուտքը Հայաստան արգելելու համար։
Հիմա աշխատում ենք անձնական տվյալների պաշտպանության նոր օրենսդրության մշակման շուրջ եւ կարծում եմ, որ ձեր բոլոր մտահոգությունները պետք է որ փարատվեն եւ պետք է վերադառնանք նախագծի նպատակին, նպատակը բացարձակ որևէ մեկին հսկողության ներքո առնելը չէ, այլ ուղղակի ապօրինի կամ 25 ճանապարհով կամ ապօրին ճանապարհով հեռախոսների մուտքը դեպի Հայաստանի Հանրապետություն արգելելն է։ Քաղաքապետ Ավինյանը հայտարարել է, որ համայնքային շահերը վստահորեն վեր են որևէ ինդիվիդուալ շահից։ Քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանն էլ ներկայացրել է հաղթանակի զբոսայգու ժամանցային հատվածի արդիականացման ծրագիրը։ Նա հիշեցրել է, որ ունեցել են ժամանցային պայմանագիր, որի ավարտից հետո քաղաքապետարանը ցանկություն չի հայտնել երկարացնելու այն եւ լուծել է պայմանագիրը։ Համայնքային շահերը վստահորեն վեր են որևէ ինդիվիդուալ շահից, այսինքն մեծամասնության ընդհանուր քաղաքի շահը, երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի, չգիտեմ, 98 թվականին արդեն տենց հոտած պայմանագրին ստորադասվել եւ ես կարծում եմ, որ սա ամենակարևոր մոտեցումն է, որ վերջերս մենք նաեւ արձանագրում ենք դատական որոշումներով։ Դուք եւ ձեր ամուսինը թոշակառու եք կամ դուք միայնակ թոշակառու եք եւ ձեր կենսապայմանները չեն բավարարում ձեզ թոշակը չի հասցնում սննդամթերքի շուկայում գնաճի հետևից ժառանգներ չունեք կամ ունեք, բայց նրանք չեն կարողանում ձեզ օգնել։ Ինչ խոսք տխուր է, բայց մի վհատվեք, պետությունը հատուկ ձեզ համար ստեղծել է նոր գործիք, կոչվում է հետադարձ հիպոթեկ։ Եթե փորձենք կարճ բացատրել, ապա սա գործարք է, որը կապված է ձեզ պատկանող անշարժ գույքի գրավադրման հետ։ Եթե գործող կարգավորումներով, օրինակ վարկային պայմանագիր կնքելիս եւ որևիցե գույք գրավադրելիս քաղաքացին յուրաքանչյուր ամիս պարտավորվում է որոշակի վճարումներ կատարել բանկին, դա կլինի տոկոսների մարումը, դա կլինի մայր գումարի մարումը, ապա այս դեպքում ամբողջ պարտավորությունները սկսելու են, այսպես ասած, մարվել միայն քաղաքացու մահից հետո։ Եթե ինչ որ մի երիտասարդ հոգ չի տանում իր ծնողի կամ տատու պապու մասին, գումարով չի օգնում, պետքա երևի թե նաեւ համակերպի, որ միգուցե այդ գույքը հետագայում իրեն չի անցնելու։ Այստեղ տրամաբանությունը կարծում եմ դրանում է։ Կենսաթոշակառուն իր կյանքի ամբողջ ընթացքում պարտավոր չի լինի մարել որևէ գումար բանկին, նաև ստիպված չի լինի դուրս գալ իր բնակության վայրից, որն այսպես ասած գրավադրված է բանկում։ Տոկոսը չի կարող լինել ավելին, քան տվյալ տարվա ընթացքում բնակարանային հիպոթեկային վարկերի տոկոսադրույքը, այսինքն պետք է լինի նվազագույնը, որը որ տվյալ տարվա ընթացքում բանկերը առաջարկում են։ Այստեղ իհարկե մի շարք հարցեր են ծագում կապված պայմանագրով կիրառվող տոկոսների կամ գույքի գնահատման հետ։ Մեծ հաշվով սրանք խնդիրներ են, որոնց բախվում է ցանկացած քաղաքացի, որը անշարժ գույքին առնչվող գործարք է իրականացնում բանկի հետ։ Ռիսկը կայանում է նրանում, որ տարեցները միգուցե նաև ճարահատված գնան այդ քայլին, սկզբնական գումարների հարցով եւ հետագայում պարզվի, որ օրինակ այդ պայմանագրերում պասարկման վճարների վեճ կա, գումարի դրույքաչափերի վեճ կա։ Հետադարձ հիպոթեկի պայմանագրերը պետք է նաև ապահովագրվի բանկի կողմից, որովհետև պայմանագրի կողմ թոշակառուն հնարավոր է ապրի ավելի երկար, քան պլանավորել էր բանկը, եւ որի համար սահմանել էր այսպես ասած բյուջե։ Ըստ այդմ բանկը պետք է իր ռիսկերը ապահովագրի, որպեսզի պայմանագիրը որոշակի պահի չխզվի, տարեցմարտն էլ մնա անտուն ու անփող։ Շուկայական արժեքը պետք է որոշվի, գնահատվի եւ այդ գնահատման հաշվետվությունները պետք է պարտադիր ուսումնասիրվեն կադաստրի կոմիտեի ստեղծած մասնագիտական հանձնաժողովի կողմից, որոնք ըստ էության իրականացնում են այդ հաշվետվությունների ուսումնասիրություններ։ Առաջիկայում կադաստրի կոմիտեի նախաձեռնությամբ լուծվելու է մեկ այլ խնդիր եւս, որը վերաբերում է սեփականության իրավունքի իրացմանը։ Խոսքն այն դեպքերի մասին է, երբ ամուսիններից մեկը մահանում է եւ իր սեփականության իրավունքը բաշխում է ժառանգների միջև։ Հիմա հնարավորություն է տրվում, որպեսզի մարդու մահվանից հետո ժառանգ ճանաչվի բացառապես նրա ողջ մնացած ամուսինը։ Ժառանգությունը բացվում է հետևյալ տրամաբանության ներքո։ Գույքի 50%-ը, որպես համատեղ սեփականության իրավունք, պատկանում է ողջ մնացած ամուսնուն, իսկ մյուս 50%-ը արդեն եթե կան այլ ժառանգներ, օրինակ զավակներ, կարող են լինել, չգիտեմ, քույրեր, եղբայրներ եւ այլն, նայած ըստ ընտանիքի կարգավիճակի, այդ 50%-ը բաշխվում է կրկին կնոջ եւ մնացած ժառանգների միջև։ Եվ գործնականում հաճախ հանդիպում են դեպքեր, երբ այդ գույքը տնօրինել է, այսինքն փաստացի այդ գույքի ճակատագիրը որոշել է, դառնում է խնդրահարույց։
Օրինակ, մեկը ուզում է վաճառել, մյուսը չի ուզում վաճառել։ Հենց այս կարգավորման շնորհիվ նաև ողջ մնացած ամուսինը կկարողանա օրինակ օգտվել հետադարձ հիպոթեկի ինստիտուտից, ինչը անհնար կլիներ, եթե գույքն ունենար համասեփականատերեր եւ եթե նրանցից որևէ մեկը դեմ լիներ նման պայմանագրի կնքմանը։ 10-րդ դասարան ընդունվող աշակերտների առցանց հայտագրման գործընթացը մեկնարկել է։ Գործընթացի թվայնացման հետ մեկտեղ, սակայն ի հայտ են եկել նաև դրա հետ կապված որոշ դժվարություններ։ Ծնողներից շատերը դժգոհում են, որ չեն կարողանում գրանցել իրենց երեխաներին, քանի որ չունեն էլեկտրոնային ստորագրություն կամ չեն կարողանում նույնականացման գործընթացն ավարտել։ Անձնագրային բաժիններում հերթերը արդեն ամիսներով են։ Ստացվում է ծնողը պատրաստ է երեխային դպրոց ընդունել, բայց չի կարող, որովհետև չի հասցնում էլեկտրոնային ստորագրությունը ստանալ։ Սա անընդունելի իրավիճակ է։ Պետությունը չի կարող մի կողմից պարտադիր պահանջ դնել, իսկ մյուս կողմից չապահովել, որ մարդիկ կարողանան ժամանակին օգտվել այդ ծառայությունից։ Պահանջում ենք անհապաղ լուծել խնդիրը։ Կրթության տեխնոլոգիաների ազգային կենտրոնում նշում են, խնդիրը հիմնականում նոր համակարգին ընտելանալու մեջ է։ Ըստ մասնագետների առաջին օրերին գրանցվել են տեխնիկական եւ օգտատերերի կողմից նոր համակարգից օգտվելու հետ կապված դժվարություններ, որոնք սակայն աստիճանաբար լուծվում են։ Համակարգից է նախ, որովհետև համակարգը ոնց որ չի դիմանում այդքան շատ հայտերի, որովհետև բոլորը ուզում են իրենց ուզած դպրոցը հենց առաջի րոպեին հայտագրեն երեխային։ Պարզվում է, որ այդ համակարգը այդքան հայտ ընդունելու ունակ չի, կարողությունները չի հերիքում։ Ստեղից առաջանում է քաոսային իրավիճակը, իսկ գիտեք, այդ պղտոր ջերմ ձուկ բռնողները ինչքան շատ են։ Այն մարդիկ, որոնք դպրոցում են նստած կամ տիրապետում են, ունեն ցուցակ իրենց ցանկալի երեխաներին։ Այդ ցանկալի երեխաներին անմիջապես լցնում են իրենց դպրոց։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենի տեղեկացմամբ նոր հարթակը ստեղծվել է կրթական բոլոր ծառայությունները միասնական մեկ համակարգում միավորելու նպատակով։ Նրա խոսքով ծնողն այսուհետ նույն օգտահաշվով կկարողանա ոչ միայն երեխային դպրոց ընդունել, այլև օգտվել էլեկտրոնային օրագրից, տեսնել ավարտական փաստաթղթերը եւ ստանալ այլ ծառայություններ։ Տնօրենը միաժամանակ վստահեցնում է, էլեկտրոնային ստորագրություն չունենալը ամենևին էլ չի նշանակում, որ ծնողը չի կարող հայտագրում կատարել։ Գիտեմ, որ հիմա հարց է առաջանալու եւ այդ հարցը եղել է, իսկ եթե ծնողը չունի էլեկտրոնային ստորագրություն, չի կարողանալու ընդունել երեխային դպրոց, կարողանալու է։ Կա այլընտրանքային տարբերակ, եթե ծնողը չունի ID card կամ էլեկտրոնային ստորագրություն, գիտեք, որ էլեկտրոնային ստորագրությունը ID card ունենալու հետ է կապված, ապա ինքը կարող է հաշիվ բացել իր մեյլով, էլեկտրոնային փոստի միջոցով։ Ինքը բացում էլեկտրոնային փոստի միջոցով հաշիվը, ստանդարտ հաշիվ բացելու տարբերակ է կիրառված, ինչպես շատ համակարգերում, հա, երբ որ դու գրում ես քո մեյլը, գաղտնաբար ես որոշում քեզ համար, հետո ստանում ես քո մեյլի վրա հղում, որով հաստատում ես, որ դա քո մեյլն է, այսինքն դու ես օգտագործում եւ հաշիվը ստանում ես։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնից նաև նշում են, որ ավագ դպրոցների ընդունելությունը այսուհետ իրականացվելու է բացառապես առցանց եղանակով, իսկ առաջիկա տարիներին նախատեսվում է դպրոցական ընդունելության ամբողջ գործընթացը լիովին թվայնացնել։ Գնալով շարավիղն ընդլայնող իշխանատենչ դարձող թվային դարաշրջանը հիմնի վեր փոխում է մեր կյանքի ընթացքը, իր ներկայությունը զգացնել տալով մեր կյանքի գրեթե յուրաքանչյուր հատվածում։ Թվային դարաշրջանը փոխել է իրերի տրամաբանությունը, մեծացրել իրենցից ունեցած մարդկանց կախվածությունը։ Անթիվ անհամար նորօրյա տեխնիկական միջոցները, սմարթֆոններն ու պլանշետները համացանցը դարձրել են թե մեծերի, թե երեխաների առօրյա անբաժանելի մասը։ Մասնագետները սակայն զգուշացնում են թվացial հարմարավետությունն ունի իր հակառակ լուրջ վտանգներ պարունակող երեսը։ Առողջապահության ոլորտի մասնագետների գնահատմամբ երեխաների շրջանում հատկապես աճում է թվային սարքերից ունեցած կախվածության աստիճանը, իսկ ամենաանհանգստացնող հետևանքներից մեկը այսպես կոչված թվային դեմենցիան է, վիճակ, երբ չափից ավելի էկրանի գործածումը կարող է հանգեցնել ուշադրության նվազման, հիշողության թուլացման եւ ճանաչողական կարողությունների անկմանը։ Մասնագետները նշում են, որ ծնողներից շատերը հաճախ ուշ են նկատում խնդիրը, սակայն կան հստակ ազդանշաններ, որոնք պետք է մտահոգեն
յուրաքանչյուր ընտանիքի։ Այսօրվա քաղաքացի ես գտնում եմ, որ հեռախոսը եւս այն աղբյուրն է, որից կարող են գիտելիք ստանալ։ Կարծում եմ, որ կարող են օգտագործել, եթե դասարանը համալրված չի համակարգիչներով եւ այդ աշխատանքը կատարեն դպրոցում, ապա դրա փոխարինում է հեռախոսը, որը կարող են օգտագործել գիտելիք ստանալու նպատակով։ Երբ երեխան դառնում է չափազանց գրգռված կամ ագրեսիվ, գadget-ը վերցնելու կամ սահմանափակելու փորձերի ժամանակ, երբ սկսում է տագնապ կամ խուճապ զգալ սարքից զրկվելիս, երբ նվազում է իրական կյանքի ուսման հոբիների եւ ընկերների հանդեպ հետաքրքրությունը կամ երբ սկսվում է խաբեություններ էկրանի դիմաց անցկացվող ժամանակը թաքցնելու նպատակով։ Սա արդեն կարող է խոսել կախվածության ձևավորման ու խորացման մասին։ Հոգեբանները զգուշացնում են նաեւ երեխային գadget-ներից կտրուկ զրկելը նույնպես վտանգավոր է։ Դա կարող է առաջացնել ուժեղ սթրես, խուճապային վիճակ, դեպրեսիվ ախտանշաններ կամ նույնիսկ ագրեսիվ վարքագիծ։ Այդ պարագայում ոչ թե արգելք, այլ հոգեբանական աջակցությամբ ուղեկցվող աստիճանական եւ գիտակցված մոտեցում է պահանջվում։ Երեխայի ինքնակարգավորման վերականգնման համար մասնագետները առաջարկում են պարզ, բայց արդյունավետ մեթոդներ։ Ունենք այսպես կոչված համակարգչային ստրեսային սինդրոմ, որը արտացոլվում է աչքերի վրա։ Մենք ունենք չոր աչքի գաղափարը, որը օր-օրի վրա երիտասարդանում է։ Մենք ունենք այսպես կոչված ցանցենու ախտահարման հիվանդություններ, որոնք մենք արդեն իսկ տեսնում ենք երիտասարդաց վիճակում, մոտավորապես սկսած 30-35 տարեկան երիտասարդների մոտ։ Տվյալ գadget-ները, որոնք հեշտացնում են մեր կյանքը եւ առօրյան, իրենք ինքնըստինքյան մեզնից խլում են մեր առողջության որոշակի հատված։ Սակայն ամենակարևոր դերը այնուամենայնիվ վերապահվում է ընտանիքին, առաջին հերթին ծնողների հետ շփումն է նպաստում երեխաների վարքագծի ձևավորմանը։ Ենթադրաբար կարևոր է հստակ կանոնների սահմանում, օրինակ էկրաններից ազատ ժամանակ, ճաշի սեղանի շուրջ եւ քնելուց առաջ։ Պետք է խրախուսել իրական կյանքում եղած հետաքրքրությունների, սպորտի, արվեստի, ընթերցանության, սեղանի խաղերի եւ համատեղ զբոսանքների հանդեպ հետաքրքրությունը։ Մասնագետները վստահ են, երբ ընտանիքում կա ջերմ եւ հավասարակշռված միջավայր, թվային կախվածության ռիսկը զգալիորեն նվազում է։ Այսօր հարցը ոչ թե տեխնոլոգիաներից հրաժարվելն է, այլ դրանց գիտակցված ու չափավորված գործածումը հատկապես երեխաների դեպքում։ Նայում ես ախր այնքան մաքուր ջուր է։ Խուդիակովի երրորդ նրբանցքի բնակիչներն են ահազանգում, մի քանի օր է խողովակը վթարվել է, խմելու ջուրն անիմաստ հոսում է, վնասում նաև մի քանի տների հիմքեր։ Այ ընդդեղից է ոնց է, էլի դուրս տալի, երեք փոքր ընդդեղից, գրանտի նման այս սպարտակ, ընդդեղից է տալի։ Ու լցմա տան նկուղներ, չէ։ Մենակ տան նկուղը չի, այն է պատի տակից երևում է, էլի։ Նա արդեն խոնավաց է։ Լրիվ քանդելով էթում է, ասպատը քանդելով էթում է, չաշված այս մարդկանց։ Հասկացանք, վերջ մարդին, չէ։ Ջուրը լցվում է, շորոհանում է, նույնն էլ է դա։ Մյուսը հենա։ Անեսա, սաղ ջուրը հենա։ Բնակիչները մատնանշում են այն, որ հարյուրավոր մարդիկ խմելու ջուր չունեն, մինչդեռ այստեղ այն աննպատակ կորչում է։ Եվ դա կարծես թե որևէ մեկին չի անհանգստացնում, անկախ նրանից, թե ում տիրույթում է դրա լուծումը։ Թաղապետարանի տեղեկացրել եք։ Տարվա մեջ այսօրը չի որ սենց է։ Տարվա մեջ ըլնմա։ Որը ժամերը լասը ավելի վարարա գալիս։ Վարարը որն է ստեղ։ Հրապարակի շատրվաններն էր ստեղ։ Ասացիք 2-3 օր առաջ եք էլի Զանգարը Վիոլաջուրու թաղապետարան։ Ինչ են ասում։ Ասում են մեր գործը չի դա, մեր մենակ մագիստրալն է։ Իսկ թաղապետարան ինչ ասում։ Թաղապետարանը ասում մենք գործ չունենք, Վիոլայի գործն է։ Վիոլաջուրն ու Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը մեկը մյուսի վրա են գցում, ահազանգերն անպատասխան են մնում, հուսահատ քաղաքացիներն էլ հիմա ստիպված քաղաքային իշխանությանն են դիմում, գործնական օպերատիվ քայլեր ակնկալում։ Հունիսի 29-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է եղել Արարատի մարզում Սուրենավան գյուղի վարչական տարածքում մեքենա է այրվել։ Փրկարարծարայության Արարատի շրջան փրկարարական ջոկատի շրջներն են մարել Նիսան Ռուժի սրահում առաջացած կրակը, այնտեղ հայտնաբերել 3 քաղաքացու կիսամոխրացած մարմին։ Դրանք դուրս բերելուց հետո փրկարարները եւս 1 կիսամոխրացած մարմին են հայտնաբերել։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արարատի մարզի քրեական ոստիկանները, վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի գլխավորությամբ ժամանել են նաև ներքին գործերի նախարարության ոստիկանության, բարեկային ծառայության, Արարատի մարզի գումարտակի բարեկները
Հունիսի 28-ին Տիչինա փողոցում 32-ամյա Հայկո Օփել Զաֆիրայով բախվել է բազալտե եզրաքարերին, գլխիվայր մասամբ հայտնվել գազոնում։ Վարորդին օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահումն է տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերել, հետո տեղափոխել Աստղիկ բժշկական կենտրոն, սակայն վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Վարորդը ազգականի հուղարկավորությունից է վերադառնալիս եղել։ Դեպքի վայրեն ժամանակ ներքին գործի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի բարեկները գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի գլխավորությամբ։ Նույն օրը եւս մեկ ողբերգական դեպք էլ տեղի է ունեցել Արարատի մարզում։ Վեդի վարչական տարածքում Չանգանում տղամարդու դի է հայտնաբերվել։ Ըստ տեղեկությունների վարորդը Ավանգարդ բժշկական կենտրոնի հիմնադիր Ազգային ժողովի նախկին падգամավոր առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանն է։ Նախնական տեղեկություններով մեքենան վարելիս նա հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Հունիսի 27-ին Գեղամավան գյուղի մուտքի մոտ բախվել են Աուդին եւ Լադան 9 հոգի, այդ թվում 3 անչափահաս տեղափոխվել են Սևան բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, Փրկարարծարայության Սևանի շրջփրկարարական ջոկատի փրկարարները, Սևան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Դեպքի վայրում հավաքվածները նշում են, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանը, հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանը, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսի Գրիգորյանն ու համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի պետ Վարդան Ավետիսյանը։ Արագաչափ ըստ զսպաշապիկ կլինի։ Քանի դեպք եղավ ստե, չեք հիշում։ Արդեն 5-6-րդն է։ Յո, դու։ Տեսարի չկա, որ նա 2010 չգցեն ապրել։ Մայրաքաղաքում աշտարակի խճուղում բախվել են 38-ամյա Մայիսի BMW-ն եւ 43-ամյա Արմենի Chevrolet-ն։ Վերջինիս անչափահաս ուղևորը տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ Տեղում են եղել ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի բարեկները։